Դերասանուհի Ռոզա Դավթյանը նախորդ տարի ամուսնացավ։ Նրա հարսանեկան կադրերը տարածվել էին համացանցով 1։ Ռոզա Դավթյանն իսկական գեղեցկուհի էր։ Նախքան հարսանիքի եւ հարսանիքից հետո համացանցում տարածվում էին նաեւ Ռոզա Դավթյանի ամուսնու Գուրգենի ընտանիքի անդամների մասնակցությամբ կադրեր։ Մասնավորապես Ռոզա Դավթյանի սկեսուրի ամուսնու քույրիկի մասնակցությամբ կադրերը տարածվում էին համացանցում։ Մինչ օրս Ռոզա Դավթյանը ստորիների տեսքով է ներկայանում, այդպիսով ցույց տալով, որ ինքը հիանալի հարաբերությունների մեջ է իր ամուսնու մայրիկի եւ քույրիկի հետ։ Հերթական անգամ վերջինս հրապարակել է իր եւ ամուսնու քույրիկի նամակագրությունը, որտեղ ասում է, որ ցանկանում է ամուսնու քույրիկի երեխայի լուսանկարը հրապարակել։ Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Ռոզա Դավթյանը գնացել էր օդանավակայան դիմավորելու նրանց։ Գնում ենք այրոպորտ, Սուսիկին ու Ալային դիմավորենք, տեսեք Սուսի առաջին բուկետիկն է, այնքան սիրուն է ստացվել, սա էլ մեծը, մամային և աղջկան նույն բուկետիկներից, շատ սիրուն է, շատ շնորհակալ եմ, կնշամ էջը որտեղից եմ պատվիրել, իրանք իմ բոլոր մտահաղացումներն իրականացնում են։ Բարի լույս, այսօր վերջապես իրական բարի լույս եմ ասում, ոչ թե ժամը 1-ին, գնում եմ նկարահանման, մի քանի նկարահանումներ ունեմ, հետո ատամնաբուժարան պիտի գնամ, հետո էլ ծննդի եմ, так что բոլորիս լավ օր։ Իրականում ինչ տեսք եմ ունենում ես։ Սիրուն սանց պատրաստված բան վիճակները մնաց տան հանարը։ Շատերիդ հետաքրքիր է ինչի եմ ես նորից հանձնում քննությունը, ասամ ես մասով, որ ես հանձնել եմ 2 տարի առաջ, դրանից հետո 3 անգամ գործնական քննությունը կտրվեցի, որովհետև փակ պլաշատկայում էի հանձնում եւ վարել էլ նորմալ չգիտեի, նորմալ վարողներն էլ այդտեղ չէին կարողանա հանձնել, 3 անգամ կտրվելուց հետո մի տարի ժամանակ անցնում է եւ կարծեմ մի տարի եւ անվավեր է ճանաչվում նաեւ ձեր տեսական քննությունը։ Ես հանձնել եմ 3 օր պարապելով 19 թե 18 հավաքելով առաջին անգամից։ Հիմա անվավեր ճանաչվեց, մի տարի ես ոչ մի բան չարեցի, նորից պիտի գնամ տեսականը հանձնամ, որ հետո էլ արդեն անցնեմ գործնականին։ Ատամնաբուժարանը այսօր գնացել, ես մի կողմից լրիվ թմրած է, խոսելուց էլ կնկատեք։ Դուրս եկա ատամնաբուժարանից, մոտեցան նկարվելու, հիմա ոչ կարողանում եմ ժպտամ, ոչ չժպտալն է ճիշտ, սենց բերանից փակում եմ մի խոսքով դեմքս թեքում եմ, չգիտեմ նկատեցին, չնկատեցին, չնայած մի հատ էլ հասատ անմոտ շենքի մոտ մոտեցան նկարվելու, այնքան վատ եմ ինձ զգում, երբ որ ես ատամնաբուժարանից դուրս եմ գալիս, իսկ ես վերջին մի քանի շաբաթում ես ամբողջ օրն ատամնաբուժարանում եմ ու այդ իրավիճակում եմ հայտնվում։ Հենց հիմա դեմքս ծուռ է ու ես ոչ մի բան չեմ զգում։ Լավ, ինչով է, այսօր նաև ներկայացման եմ 7 հանցիկես հրավիրված, կուշակեք ինչ ներկայացման եւ չգիտեմ այս ձևով ոնց չպարվեմ։ Այստեղ դուք կփոքին։ Այնսանց կցարան։ Ինչ ես սարքում։ Սարքում եմ իրով։ Ինչով։ Սիրտդ ինչով որոզում։ Լավաշով։ Հումորով ու մեկ նման։ Մայրիկիս։ Այս զրզմփա Այս տանջարկի զրզմփա ապարատը վերել է, որ պիրոտ սարքի։ Ուզում եք ռեցեպտն ասեմ, դուք էլ սարքեք։ Կասեցնամ գաղտնիքները։ Չէ։ Կարոքարության կամ եմ տենում, որ ձորք են։ Որ հարմ է մեջ են։ Հետո 5 ձույ աստեղ լցրել, այդ կարաքը լցնելու է սրա մեջ, հետո
Կարակը ավելացրեցինք ինչին։ Խոսամա։ Ես չգիտեմ ռեցեպտը, դու պիտի ասես։ Ձվին կադրս ինչ փչացնում է, ձվին ու ինչին։ Տեսակին, հետո ձեթ ու կարակ։ Ոստեղ մաման ինչ-որ ճաշ է պատրաստել, այդ ճաշն է ավելացնելու։ Ինչ է, այդ ճաշի մեջ ինչ է։ Քացախ խնձորի։ Մի րոպե, ինը սմետանի քացախ է։ Չէ, հիմա քացախ ենք ավելացնում։ Բայց ես ինչ է, սմետանու ինչ։ Սոդա։ Սոդա, բա մածուն։ Մի դթարել մածուն։ Ու հիմա է քացախ։ Վաա։ Այդքան քացախոր լցրեցիր։ Մամ, հետո։ Ինչ ես պատրաստում։ Ասա։ Ասեմ, մամայի հետ ոնց ես խոսում, մամայի հետ։ Հիմա ես ես կծեմ մեջ։ Ասմա Մարիա քուրիկա հետ։ Մամային է, մամա շուտ արա։ Դե ասա հետո։ Ավելացրեց Սմետան մածուն Կալաբարացյան։ Սյա, հիմա հարում ենք ու դնենք դուխովկա, բալյուր։ Իբր ինքն է սարքում, էլի սաղ ռեցեպտը ես ասեցի։ Հիմա խնձորն ավելացնում ենք պիրոգին։ Ով ինչ կարա զարկում է։ Արդեն ուշ է։ Կարող ես խնձոր պետքա վերջում շարենք։ Ոչ։ Մամ, ես ինչ է։ Մամ, դե խոսա։ Մամ, ինչ ես։ Աղցան։ Այո։ Ինչով։ Սոցով։ Ծիրանի կուտ, դե չիր, սալորի ու բծիրանի, վառացա, հա, ու խնձոր, չէ։ Այո։ Լավ, պատրաստ տնի ցույց կտամ։ Մամ, ընտիր ա եղել, բոլոր խոսքերս հետ եմ վերցնում։ Մարիա, ես շատ սիրում չենք։ Հավասար սիրում եմ։ Շատ լավ, այսա ուտեմ մի հատ էլ տենց ասեմ ոնց էր։